Յուրաքանչյուր քրիստոնյայի համար բաղձալի եւ նվիրական երազանք է գնալ ուխտագնացության եւ լինել այն վայրերում, որտեղ եղել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսօր փորձենք միասին բացահայտել Հորդանան գետը ու դրա աստվածաշնչյան նշանակությունը։ Հորդանան գետը սկիզբ է առնում Հերմոն լեռնաշղթայից եւ թափվում է Մեռյալ ծով։ Երկարությունն է 252 կիլոմետր։ Գետը մեծ մասամբ հոսում է Հորդանանի պետության տարածքով, բայց հասնում է նաեւ ժամանակակից Իսրայելի եւ Սիրիայի սահմաններին։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է սեմական լեզուներից եւ արտահայտում է առու, հոսք կամ աղմկել, կարկաչել իմաստը։ Ոմանք էլ կարծում են, որ այն ունի ավելի վաղ ծագում։ Հոմերոսի Իլիականում Հորդանան գետը հիշատակվել Էլիդայում եւ Կրետե կղզում։ Ենթադրվող իմաստն է անընդհատ թավալվող։ Արաբերեն կոչվում է Նահր ուլ Ուրդունի։ Հորդանան գետը Աստվածաշնչում հիշատակվում է ավելի քան 185 անգամ։ Հին կտակարանում Հորդանան գետը ներկայացվում է որպես արգելք, ճամփաբաժան եւ որպես մի նոր խոստում, հնարավորություն, ճանապարհ, որպես թշնամիների դեմ տարած հաղթանակ եւ բժշկություն։ Նոր կտակարանում Հորդանանը կրում է Աստծո հետ վերջնական հաշտության, վերստին ծնունդի եւ փրկության խորհուրդը։ Քրիստոնյա աշխարհի համար ամենակարևոր դրվագն այն է, որ իր երկրային կյանքի 30-րդ տարում մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հորդանան գետում մկրտություն ստացավ Հովհաննես Մկրտչի ձեռքով։ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետի մոտ էր քարոզում, մկրտում բոլոր նրանց, ովքեր ապաշխարում էին եւ որպես անապատում կանչողի ձայն ազդարարում էր իրենից ավելի մեծի Քրիստոսի գալստյան մասին։ Հիսուսն ինքը եկավ Հովհաննեսի մոտ Հորդանան գետում մկրտվելու համար եւ ցույց տվեց մարդկանց հետ նույնանալու, մեզ անձամբ ընդառաջ գալու Տիրոջ կամքը եւ ողորմությունը։ Հորդանան գետի մոտ էր, որ Հայր Աստված հայտարարեց իր սերն ու հաճությունն իր միածին որդու հանդեպ, իր հոգին հանգչեցնելով նրա վրա։ Սա մի վայր է, որ սրբազան երկյուղածությունից մեզ տանում հասցնում է մինչև հոգու ազնվացում, սրտի անհանգիստ բաբախյունը վերափոխվում է խաղաղության, գերության անկումը փոխվում է հոգու ազնվության, հիվանդին առողջ է դարձնում։ Եթե նա սրտով հավատա եւ հոգեվոր աչքերով տեսնի իրականությունը, ինքն էլ ջրերի մեջ մտնելով Քրիստոսի միջնորդությամբ կստանա Աստծո հաճությունը։ Իսկ ես Հասմիկն եմ, ով շատ է սիրում ճամփորդել։ Բաժանորդագրվեք YouTube-յան այս ալիքին, որպեսզի միասին բացահայտենք աշխարհի հետաքրքիր եւ տեսարժան վայրերը։